Վարդան Ղուկասյանը իմ սրտի քաղաքապետը երբեք չի եղել եւ ես շատ լավ պատկերացնում եմ Գյումրիում տեղի ունեցած գործընթացները այն ժամանակ, երբ որ ինքը քաղաքապետ էր, այսինքն ես դա խոցելի է սեն եւ այլ, բայց միայն այդ միասին երբ որ նայում ես ընդդիմադիր համայնքապետերի ճակատագրերը, Մամիկոն Ասլանյան, Վարդան Ղուկասյան, Էսպանին, ուրեմն Ալավերդու են դեպքը, որ մի մանդատով եկան, գողացան Ալավերդու բան արեցին։ Քրական գործերը, ասենք, բազմաթիվ այլ ընդդիմադիր քաղաքապետերի նկատմամբ, օրինակ մտածում ես, որ սա մեսիջ է իշխանությունների կողմից, օրինակ պայմանական դիմացի Էջմիածնի ընտրություններն է, որ նույնպես հոգեբանական առումով շատ կարևոր է, որ տեսեք, տղեկ, կարող է ընտրվեք, կարող է չընտրվեք, եթե չեք ընտրվում ազատ եք լինում, եթե ընտրվում եք, լավագույն պարագայում բանտ եք նստում։ Այս տպավորությունն է իմոց։ Չէ, իշխանությունների համար լավագույն, ընտրվողի համար վատագույն կարող է նաև սպանությունը լինել։ Եղավ չէ սպանություն։ Փարեքարի համայնքապետը սպանված է, չէ։ Ընդ որում այդ դեպքը որ եղավ, հաջորդ օրը ոստիկանություն ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ բացահայտված է, իհարկե աբսուրդ էր, դե բացահայտում ինքը մի շարք պարամետր է իր մեջ, հա, ներառում նաև այդ թվում նաև եթե պատվիրված է, պատվիրատուների վրա։ Բայց հետո ձերբակալվեց մի անձ, որի եղբայրը ժամանակին փետրվար ամսին այս տարի դեպքերի հանգամանքների բերումով ուրեմն սպանվել էր, հետո պարզեց, որ այդ մարդը չի։ Այսինքն ոնց է բացահայտված։ Հետո պարզեց, որ մեկ ուրիշն է, որ հետո ինչ-որ միտեղ պարապել է եւ այդպես շարունակ, հա։ Եվ հետո որ դա էլ վրեժխնդրությամբ է լծված, թե ինչու։ Այսինքն ուզում եմ ասել, Հայաստանի Հանրապետությունը, քանի որ օկուպացված տարածք է, նման աբսուրդ այնքան բաներ մենք կլսենք։ Էջմիածնի պարագայում նույն բանը կարող է տեղ ունենալ։ Այո, բայց այդ չի նշանակում, որ այսինքն այսպես է, կամ դու հանձնվում ես, իսկ հանձնվել նշանակում է թշնամու գերակայությունը, իր խաղի կանոնները, իր չարժի համակարգը ընդունում ես։ Եվ հնազանդ, որպես ասենք քաղաքակիրթ ստրուկ ապրում ես այդ տարածքում կամ ճամպրուկներդ վերցնում ես եւ հեռանում ես այն երկիրը, որտեղ քո արժի համակարգն է,